Արդեն տևական ժամանակ է Բարև Օլիմպոսը դուրս է եկել իր սիրելի տաղավարից եւ այցելում է ստադիոններ, դահլիճներ։ Այսօր մենք հյուրընկալվել ենք հունահռոմեական ոճի ըմբիշներին, ովքեր պատրաստվում են աշխարհի առաջնությանը։ Ըստ իս թիմը վատ վիճակում չի, լավ վիճակում է, պատրաստ է։ Ունենք վնասվածքներ, բայց արդեն ապաքինված, մնացածը կերևա արդեն մրցումներ։ Մանվել է Խաչատրյան, Վիգեն Նազարյան գոլսկորներն էին ցավացրել, իսկ Արտուր Ալեքսանյան մեջքի հատվածում, բայց վնասվածքը արդեն բժիշկների միջոցով նեյտրալիզացված է, արդեն պարապմունքները նորմալ անցակացրել վերջի։ Սա 3 տարեկանների մրցանակակիր է եւ վերջի մրցումներում հաղթել է, որոշել ենք վստահ են ռազմիկին 72 կիլոգրամ քաշային կարգում դեռ 2 տարի երիտասարդ տարիք ունի Գոր Խաչատրյանը, որը մեծ հասակներին հաղթեց Գենի Փաշյանի մրցումներում, վստահել ենք իրենք միջազգային գորգում էլ Լեհաստանում իրեն լավ դրսևորեց եւ չի կարելի նման վեճներին այսօր չվստահել, եթե արդեն կարողանում են մեծ հասակներին հաղթել, ուրեմն պետք է իրենց վստահել։ Մարզիչները շատ էին աշխատում իմ հետ, շատ էլի, ես էլ աշխատասեր եմ, մեծ պատիվ է, կարելի է ասել, որ համ մեծահասակների աշխարհաշնություն ենք մեկնում, համ էլ ոնց որ աշխարհի լավագույն ըմբիշների հետ ենք մեկնում, իրանցից շատ բան ունենք սովորելու, դե բոլորն էլ ուժեղ տղաներ են, ուժեղ ըմբիշներ են, դե աշխարհի չեմպիոն դառնալու համար պետք է ուժերների է հաղթես էլի, տենց չի լինի, որ առանց ուժերի հաղթել չեմպիոն դառնաս։ Սեպտեմբերի 16-ին հունահռոմեական ոճի հավաքականը արդեն կուղևորվի Զագրեբ եւ կսկսի ելույթները աշխարհի առաջնությունում։ Ինչպես տեսակ ունենք տիտղոսակիր մարզիկներ, ունենք նաեւ նորեկներ եւ ավելի երիտասարդներ, նրանց բոլորին մաղթում ենք հաջողություն, հաջող ելույթներ, իսկ մենք կհանդիպենք